Հարցերից մեկը այն է, որ վարկերի տոկոսները շատ բարձր են, հարկերը գնալով ավելի են շատանում, իսկ ապրուստը ավելի է թանկանում, օրեցօր ապրանքները ավելի թանկ են դառնում։ Ես ինքս ուսանող եմ ու կարծում եմ, որ ուսման համար էլ վարձերը շատ թանկ են, որովհետև կարծում եմ բոլորն էլ արժանի են սովորելու, բայց ոչ բոլորը ունեն այդ հնարավորությունը սովորելու։ Ինձ թվում է պետք է այդ վերանայել, իհարկե վարկեր տրամադրում են ուսանողական, բայց այդ այնքան շատ է հարկերը ու աշխատավարձը այնքան քիչ է, որ այդ չի լինում ոչ մի ձև համատեղել, ինձ թվում է այդ կարևոր հարցերից մեկն է։ Կրթությունը չի կարող լինել միայն այն մարդկանց հնարավորությունը, ովքեր կարողանում են վճարել։ Կրթությունը պետության ռազմավարական ներդրումն է սեփական ապագայի մեջ։ Այն պետությունները, որոնք դա ժամանակին հասկացել են, այսօր ունեն ոչ միայն ուժեղ համալսարաններ, այլև ուժեղ տնտեսություն, բարձր աշխատավարձեր, զարգացած միջին խավ եւ մրցունակ պետություն։ Մենք Հայաստանում առաջիններից էինք, որ բարձրաձայնեցինք. բարձրագույն կրթությունը պետք է դառնա անվճար։ Այսօր նույն միտքը կրկնում են տարբեր քաղաքական ուժեր, բայց ի տարբերություն մյուսների մենք գիտենք ինչ ճանապարհով պետք է հասնել դրան։ Աշխարհի շատ բարեկեցիկ երկրներ՝ Գերմանիան, Դանիան, Ֆինլանդիան կրթությունը հասանելի են դարձրել, որովհետև հասկացել են՝ երկրի ուժը մարդն է։ Հայաստանի համար սա առավել կարևոր է։ Մենք նավթ ու գազ չունենք, մեր ամենամեծ հարստությունը մեր երեխաներն են, մեր տաղանդը, մեր տաղանդավոր երիտասարդները։ Եթե երիտասարդը կարողանում է սովորել առանց պարտքերի տակ ընկնելու, հետո նա լավ մասնագետ է դառնում, լավ աշխատանք է գտնում, հարկ վճարում, ընտանիք կազմում եւ ապրում Հայաստանում։ Երբ կրթությունը դառնում է հասանելի, սկսվում է շղթայական ազդեցություն ամբողջ պետության վրա։ Առաջինը ձևավորվում է ուժեղ միջին խավ, ոչ թե ժառանգական արտոնություններով, այլ գիտելիքով եւ աշխատանքով։ Երկրորդն աճում է արտադրողականությունը։ Կրթված աշխատուժը ստեղծում է ավելի բարձր ավելացված արժեք, ավելի բարձր աշխատավարձ, ավելի մրցունակ տնտեսություն։ Երրորդը նվազում է արտագաղթը։ Երբ երիտասարդը տեսնում է, որ իր երկիրը ներդրում է անում իր ապագայի մեջ, նա սկսում է իր ապագան կապել այդ երկրի հետ։ Չորրորդը զարգանում է ժողովրդավարությունը, որովհետև կրթված հասարակությանն ավելի դժվար է մանիպուլացնել։ Այդպիսի հասարակությունն ավելի պահանջատեր է, ավելի պատասխանատու։ Եվ հինգերորդը ուժեղանում է պետության անվտանգությունը։ 21-րդ դարում պետությունները հաղթում են ոչ միայն բանակներով, այլ համալսարաններով, ինժեներներով, տեխնոլոգիաներով եւ գիտությամբ։ Հայաստանի խնդիրը միայն սոցիալական չէ, սա գոյաբանական հարց է։ Եթե կրթությունը շարունակի լինել թանկ հաճույք, մենք կկորցնենք հազարավոր տաղանդավոր երիտասարդների, ոչ թե որովհետև նրանք անկարող են, այլ որովհետև համակարգը նրանց հնարավորություն չի տալիս։ Մենք պետք է անցում կատարենք մի մոդելի, որտեղ պետությունը կրթությունը դիտարկում է ոչ թե որպես ծախս, այլ որպես ներդրում, որտեղ անվճար կրթությունն ուղեկցվում է որակի բարձրացմամբ, գիտության ֆինանսավորմամբ, համալսարանների արդիականացմամբ եւ տնտեսության պահանջներին համապատասխան մասնագիտությունների զարգացմամբ, որովհետեւ իրականում անվճար կրթությունը պետության վրա բեռ չէ, անկրթությունն է բեռ, արտագաղթն է բեռ, ցածր վարձատրվող պարտքերի տակ ճզմված, ապագայից հրաժարված երիտասարդությունն է բեռ։ Բարեկեցիկ պետությունները կառուցվում են, երբ երիտասարդին ասում են. սովորիր, ստեղծիր, զարգացիր, պետությունը քո կողքին է։ Հունիսի 7-ին ընտրիր այն Հայաստանը, որտեղ կրթությունը արտոնություն չէ, այլ իրավունք։ Ընտրիր պետություն, որը ներդրում է անում իր երիտասարդության, իր գիտության եւ իր ապագայի մեջ։